Արդյոք հաջողության հասնելը զուտ բախտի բան է, թե պետք է աշխատել հաջողության հասնելու համար։ Մեր եկեղեցին, սիրելիներս, մեր հայրերը, աստվածաբանությունը, եկեղեցու ավանդությունը սովորեցնում է, որ հաջողության հասնելու համար պետք է տքնաճան աշխատանք։ Եվ ահա վաղվանից մեր եկեղեցական օրացույցում սկսվում է մեծ պահքի շրջանը։ Վաղը բուն բարեկենդան է, և դրանից հետո 40 օրեր մենք ժամանակ ունենք հոգեպես զարգանալու, ճգնելու, աշխատելու, որպեսզի կարողանանք ավելի ամրացած մեր հավատքի մեջ կանգնենք Աստծո առջև, կանգնենք Սուրբ Խորանի առջև և հաղորդակից լինենք Քրիստոսի մարմնին ու արյանը։ Որ այդ աշխատանքը զուտ հոգևոր չէ, այլ նաև ֆիզիկապես պետք է աշխատենք այդ հաջողությանը հասնելու համար, խոսում են երկու շատ մեծ կարևոր տոներ՝ Ղևոնդյանց և Վարդանանց տոները, որոնք հիշատակեցինք անցյալ շաբաթվա ընթացքին և որոնք գալիս են մեզ հիշեցնելու, ասելու, որ պետք է հոգևոր հաջողության հասնելու համար ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական աշխատանք։ Այս տարի այնպիսի զուգադիպություն էր, որ փետրվարի 14-ը Տյառն Ընդառաջը հանդիպեց բուն բարեկենդանի սկզբին, և մենք ևս մեկ առիթ ունենք մտածելու այն մասին, որ նաև ընտանեկան հաջողության հասնելու համար աշխատանք է պետք։ Հատկապես այսօր, երբ որ աշխարհը մեզ տարբեր մարտահրավերների առջև է կանգնացնում, հատկապես հայ երիտասարդ ընտանիքների, այն ընտանիքների, որոնք ապրում են հայրենիքից դուրս, բայց նաև այն ընտանիքների, որոնք ապրում են հայրենիքում, այսօրվա դժվարություններին հաղթահարելու համար, հաջողության հասնելու համար պետք է աշխատել և աշխատել ամեն օր։ Իսկ որտեղից գտնենք ուժ և կարողություն, որպեսզի այդ աշխատանքը հաջողության հասնի։ Այդ ամբողջը գտնում ենք մեր եկեղեցու ավանդության, Սուրբ Գրքի, մեր ժամերքությունների, մեր եկեղեցական ավանդության մեջ։ Ուրեմն եկեք օգտագործենք այս ժամանակը, մեծ պահքի շրջանը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնենք մեր սիրեցյալներին, մեր ընտանեկան պարագաներին, մեր հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, և թող Տիրոջ օրհնությունը ձեզանից անպակաս լինի։ Ամեն։